Ես չեմ ուզում իմ քյոր երեխեն թուրքի բաժին դառնա։ Ես չեմ ուզում որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ երեխուն կարասի երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չէ։ Դուք ավարտեք ես կարձագանք։ Դուք ավարտեք ես կարձագանք։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, իրա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում։ 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք։ Ես ապացույցներ ունեմ, իմ երեխան 12 անցքեզ արթուն ա եղել, իսկ այսօր 11-ին 20 պակաս դեպքն եղավ, դուք որ հելակ հայտարարություն Շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, որ ասա։ Իմ ասելիքն է նա, դուք ինչքանով եք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ։ Ես հիմա կարձագանք եմ, ավարտեցիք։ Ուրեմն ժողովուրդ, դուք գիտեք այդ դեպքը 15 մեր զինվորների դեպքը եւ գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո Դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն ա գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիայլոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հանրահավաքներին, չգիտեք որ Մաղսուդյանը ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն ա գնում, Ես խոնարհվում եմ ձեր առաջ, բայց թուրքեր մուրքեստեղ չասեք, այդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես, ես ձեր սուքը հարգում եմ, ձեր սուքը մեր սուքն է, ես խոնարհվում եմ ձեր զավակի հիշատակի առաջ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։